Համեցեք։ Գլենդելի թաքնված գանձը։ Ավելի քան 25 տարի առաջ Շահեն Վարդանի եւ նրա կնոջ 4 դստեր համար Տամբակում ստեղծած խաղարապարակն այսօր դարձել է Լոս Անջելեսի տեսարժան վայրերից մեկը։ Առաջինը սկսեցի այստեղից։ Տասնամյակների ընթացքում քրտնաջան աշխատանքի եւ նվիրվածության արդյունքում այս վայրը վերափոխվել է յուրահատուկ բացօթյա թանգարանի եւ կանաչապատ օազիսի, ներշնչված հեքիաթային տարզաբելի կերպարից, որը ճամփորդում է անտառներում եւ ջունգլիներում։ Այս բոլորը ինչ որ տեսնում եք, պատրաստված է ավազ ցեմենտ քար հիմնականում։ Sisters Place Garden-ը նկարահանել եւ ցուցադրել են ամերիկյան մի շարք հեռուստաընկերություններ, այն դարձել է ոչ միայն հայերի, այլև օտարազգիների ժամանցի սիրելի վայրերից մեկը։ Իմ հոգևոր կապը Հայաստանի հետ սա է խոսքերս։ Կարամ չարտահայտվեմ, իմ աշխատանքներում տեսնեք այդ կապը։ Հրաշքների աշխարհ ամեն տարիքի այցելուի համար, ուր հանդիպում են բնությունն ու արվեստը։ Ինչն է ստեղծում երաժշտությունը ձայնը, բնականաբար գործիքները։ Դրա համար հերթով անդրադարձել եմ գործիքներին։ Հա, այսինք քնարն է, նրբագեղ քնարը, որը 4 աղջիկ ունեն, բնականաբար այնց արեցի, որ ստեղից սկսեմ։ Քամանչան եմ սարքել, եթե նկատում եք ոդքն է, ոդքի վրա դրած քամանչեն։ Ես էլ 5 գորգա հետևում դրած սիրուն սարքել եմ։ Եթե ասեմ, մտածել եմ, որ ինքը կանոնահարն է, կարող են այդ ձևը պատկերացնել։ Դհոլն է։ Երկար ժամանակ է պահանջել այս դաշնամուրի պատրաստումը։ Մարդիկ գիտեն, ոնց է գալիս են ուզում են նվագել։ Հա, ինքը copper, bronze, brass։ Մարդկությունը ընդերքից անվանումը ստացած այս ստեղծագործությունը նվիրված է մի քանի կրոնի։ Կրոնները ոնց որ գիտենք մարդկանց սրտի մեջ է, դրա համար ես սիրտն եմ վերցրել որպես խորհրդանիշ եւ դրել եմ իրանց սիմվոլները, ստեղ ասենք բուդդիզմ, հուդիզմ, քրիստիանիթի, ջուդիզմ, իսլամ, sense դրել եմ։ Այսինքն ներկայացնում է մարդու արունը, մարդու կառուցվածքին վերաբերող իրանց երակները, մարդկությունը, կենթանությունը, բնությունը, ստեղ հետարքիր պատկերներ են կնայեք, այսի աշխատանքի, սրտի աշխատանքն է, մի խոսքով կոչ եմ անում, մարդկությանը խաղաղություն, ծնվում ենք երեխա, ունենք նույն մարմինը բաղադրությունը, ինչու չգնանք խաղաղության։ Շահեն Վարդան ընտանիքի 3 եղբոր հետ Հայաստանից Միացյալ Նահանգներ են տեղափոխվել 1989 թվականին։ Նրա խոսքով բացառիկ այս վայրը չէր լինի, եթե կողքին չլինեին կինն ու 4 դուստրը։ Ամեն ինչ սկսվեց, երբ որ տունը առանք, բակը խայտարակ վիճակ էր, 3 երեխաներ կային այն ժամանակ, խաղալու տեղ չկար, կեղտոտ էր, ու Շահենը որոշեց քիչ-քիչ այս բակը կարգի հրավիրել։ Այստեղ գալիս են հյուրեր Միացյալ Նահանգների տարբեր նահանգներից եւ առաջին անգամ ծանոթանում հայկական մշակույթին։ Մեր այցելուներից արդեն 3 հոգի այցելել են Հայաստան, որոնց ես պատմել եմ, որոնք բացարձակ Հայաստանի մասին տեղյակ չեն եղել։ Այս 25 տարվա ընթացքում ինքը միշտ հիշել է Հայաստանը, միշտ եղել է իր սրտում։ Թե գառնի տաճարը, որ ինքը սարքել է, թե նուռերը, ամեն մի փոքր անկյուն ունի ինչ-որ մի սեր ու ինչ-որ մի հիմք կապված Հայաստանի հետ։ Մուտքի մոտ այցելուներին դիմավորում է տարբեր ազգերի տարրերով ստեղծված քարե գիրքը, իսկ գրքատուփը դարձել է գիրք փոխանակելու յուրօրինակ հնարավորություն։ Ուրեր Մկրտչյան, Հակոբ Փափազյան, լուրեր։